Փառքներդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր սասնածռերին։ Միշտ հարց է առաջանում, չէ, ասենք ուկրաինացիները այնպիսի արդեն ԱԹՍ-ների եւ հրթիռների են դիրապետում, որոնք մի քանի հազար կիլոմետր կորանում են, այսինքն Մոսկվաներ են անցնում, էլի։ Ու հարց է առաջանում, չէ, միշտ ասում են, բալավ, այդ կարողանում է Մոսկվայի նավթավերամշակման կամ չգիտեմ ուղեղային գործարանները վնասի, դու խորանա մինչև հասնի Չելյաբինսկ, չգիտեմ։ Այդ Ղրիմի կամուրջն ինչ է, որ չի պայթեցնում, չէ։ Էդի չէ դրա խնդիրը, որ չի պայթեցնում։ Հիմա տեսակ խնդիրը որն է, որ դա այն պորտալարն է, որով ռուսները պետք է լքեն Ղրիմը։ Այսինքն իրենք Ղրիմը այնպիսի վիճակի մեջ են դրել, որ այդ կամուրջով ռուսները թողնեն գնան Ղրիմից։ Դադարվի Ղրիմը։ Եթե Ղրիմի կամուրջը պայթեցներ, մարդիկ մնալու են Ղրիմում։ Ինչ էր անելու այդ մարդկանց հետ։ Հո գերի չէր պահելու։ Նրանք պետք է Ղրիմը առանց ռուսների։ Այսինքն Ռուսաստանի հետ կատարվում է այն, ինչ որ կատարվեց, այսինքն Ղրիմի հետ կատարվում է այն, ինչ որ կատարեցին սրանք Արցախի հետ։ Սեղմեցին օղակը, եկան ռուսները իբր խաղապահ, փագեցին, միջանցքը փագեցին, հետո երբ որ միջանցքը բացեցին, ասացին դուք մի ճանապարհ ունեք, հայդա ստեղից։ Հիմա արվում է այդ նույն բանը Ղրիմի հետ։ Բայց իրենք, քանի որ Զելենսկին բարբարոս չի, ասենք Պուտինի պես, Հեյդարի Լակոտի պես, որ համ բենզինը տա, համ էլ ցիստեռնը պայթեցնի, որ խնդիրներ առաջացնում, չէ, ասենք ինքը հերսը դեռ չի հովացել Հեյդարի Լակոտի, ինքը շիզոֆրենիա ունի, հակահայ մեծ ատելություն ունի ինքը, ուսա Նիկոլականը չի նկատում, որովհետև Նիկոլը միշտ իրեն փափուկ բարձ է գլխի տակ դնում։ Զելենսկին կամուրջը չի պայթեցրել եւ հիմա էլ չի պայթեցնում, հազարավոր մեքենաներ բենզինը պրծած այդ կամուրջի վրա կանգնած են։ Եթե Պուտինը այս գործողությունը աներ, ասենք ուկրաինացիք դուրս գալուց լինեն, ես համոզված եմ, կամ եթե Հեյդարի Լակոտը լիներ, հիմա այդ 1000 մեքենաներ, հազարավոր մեքենաներ կամուրջի վրա հիմա պայթեցրել են կամուրջը։ Բայց Զելենսկին չի անում։ Եվ չի արել, որովհետև հաշվարկ է արել, որ եթե ինքը Ղրիմը թուլացնի, այնպես անի մարդիկ ոչ վառելիք ունենան, ոչ հոսանք ունենան, դու ոչ հաց ունենան խանութներում, այնտեղ ո՞նց են մնալու։ Դուրս են գալու։ Իսկ դուրս գալու համար միջանցք է պետք։ Ով մեր գլխին ինչ խաղացել է, իր գլխին է գալիս։ Տեսնում ենք, որ Նիկոլի այս արդեն չի կարողանում կողմնորոշվել։ Ինքը դեպի Թուրքիա է գնում, բայց այնուամենայնիվ իրեն ուղղորդողը Պուտինն է, իր տերը, հիմնական տերն է ուղղորդում, ասենք այնպես չի, որ ինքը իր գլխով է գնում։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը չի կարող պահել, ու ոչ միայն Հայաստանը։ Դե եթե Հայաստանի հետ գոնե Ռուսաստանը մի փոքր սահման ունենար եւ այս իրավիճակում շատ կարևոր է, որ մենք այդ սահմանը չունենք։ Այ ղազախները սահմանը փակել են։ Որովհետեւ ռուսները ցորենը ցանել են, բայց բերքը որ հասավ հավաքել չեն կարողանալու։ Այնտեղ սով է սկսվել, որովհետեւ վառելիք չկա, ինչ չկա, ինչ չկա, ինչ չկա։ Դու կոմբայնավար չկա, բոլորին տալել են ֆրոնտու կոդորել են։ Մտնում են Ղազախստան սոված ռուսները։ Փակում է սահմանները։ Պատկերացնեք Հայաստանի հետ սահման լիներ ցամաքային, ինչ կլներ մեր վիճակը։ Կդատարկվեր Հայաստանը։ Այդ որ ասում են պատժամիջոց, էս չենք ուզում, են չենք ուզում, են չենք ուզում։ Դու շատ բան ես ուզելու։ Շատ բան ես ուզելու հլա։ Ուրեմն Նիկոլի հերթական արտահայտությունը ցեղասպանության հետ կապված։ Ինչու եմ այս հարցերը ուզում այս պահին բարձրացնեմ, որովհետև սա մահացու հարված է հայ ժողովրդին։ Իսկ Ադրբեջանը զուգահեռաբար հերթական, ասենք Նիկոլի աջակցությամբ իր հարցերը Ամերիկայում կամ աշխարհում ուզում է լուծել, որ Հայաստանին դարձնի ագրեսոր ցեղասպան։ Մենք
վերջերս Իլհամը խոստովանեց, որ 17 տարի ինքը աշխարհի դռները ուզում էր բացել, չէին բացում իրենց համար, որովհետև իրենց ագրեսոր օկուպանտ էին համարում։ Նամանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգները 907 բանաձևով հարձակողական զենք չէր վաճառում Ադրբեջանին, համարելով օկուպանտ, ագրեսոր, եւ բայց Ռուսաստանը այդպեսի բան չի համարել Ադրբեջանին։ Մենք հիշում ենք, որ ադրբեջանական զենքի մոտ 80, այսինքն 60-ից 80%-ը ռուսական էր այն ժամանակ։ Հիմա Ամերիկա են մտել, ասում են, որ հայերը այսպես մերոնց քշել են այնտեղից, պետք է մենք հետ գնանք, այդ մեր տարածքներն է, մեր երկիրն է։ Գիտեք ինչ են այդպես հանգիստ խոսում, որովհետև Հայաստանից որևիցե մեկը չի անհանգստանում կառավարությունից։ Եվ ասեմ ավելին, երբ որ ցեղասպանությունից հարց են տալի Նիկոլին, վերջերս մի օր, 2 օր առաջ կամ 3 օր առաջ, ասում եկեք այս ցեղասպանական, հələ բառը լսեք, մրցավազքից դուրս գանք։ Իբր ինչ-որ բան ուզում է վանել, բայց ինքը հայ ժողովրդին ցեղասպան անվանեց։ Ցեղասպանական մրցավազք հետնել շեշտում է, որը հələ հայտնի չի առաջ ով է սկսել։ Դուք պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Թուրքիային ասում ես ցեղասպան չի ընդունում, աշխարհի գերտերությունները բոլորը, չկա գերտերություն աշխարհում, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած չլինի։ Բայց Թուրքիան չի ճանաչում։ Բայց չգիտես ինչ որ Նիկոլը վերցրել է, որ մենք ցեղասպանական մրցավազքի մեջ ենք։ Մենք իրենք մեզ ու հələ հարց է ով է սկսել առաջինը։ Դրա համար կարելի է հանգիստ թողնել, բայց դա հանգիստ թողնելու համար չի, դա եւս մեկ հիմք է Ադրբեջանի եւ Թուրքիայի, ասենք, իշխանությունների բերանը լեզու դնելու։ Չէ, երբ որ Արցախ էին հայաթափում, ասաց Ադրբեջանի տարածքն ինչ ուզում է թող անի։ Երբ որ Արցախի հարց էին քննարկում, ինքը մի անգամից ասաց Արցախն Ադրբեջան է, որ Իլհամին չխեղդեն Եվրամիությունում, Եվրոխորհրդարանում։ Այսպիսի բաներ կա ժողովուրդ։ Ու գիտեք զարմանալին որն է, որ ասենք Նիկոլականը հասկացանք, իր գլխի մեջ ոչինչ չկա, ինքը առաջնորդվում է Նիկոլի խոսքերով։ Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Մենք գիտենք, որ երբ որ դու ինքդ քեզ ցեղասպան ես ճանաչում, դու էլ չես կարող խաղաղ ապրել։ Դու արել ես ծանր հանցանք, դրա համար պետք է պատասխան տաս։ Չկա խաղաղություն։ Երբ որ մարդն ասում է ես ցեղասպան եմ, ես օկուպանտ եմ, այդ մարդուն պետք է պատժեն։ Ուզում է ծնգի իշնի, պետք է ասեն հատուցի։ Սա Նիկոլականը չի հասկանում։ Բայց Պուտինական, դու որ ընկել ես Տաշիր Սամոյի խելքին, Քոչարյանի խելքին, Ծառուկյանի խելքին, սրանք առանց Պուտինի ոչ մի բան են, բացարձակապես ոչ մի բան։ Իսկ Պուտինը տեսնում ենք, ինքը կարող է հուլիսի 1 չհասնի։ Որ դու ընկել ես սրանց խելքին, հետո սրանց ասող չի լինելու, սրանք էլ ձեզ չեն ասելու, ինչ եք անելու։ Չէ, ինչ է լինելու մեր հայրենիքի վիճակը։ Ասեք մեր քաղաքական թիմը այն սկզբնական շրջանից Քոչարյանների հետ կռիվ տալով, Սերժիկների, Նիկոլների հետ կռիվ տալով եկել է հասել այստեղ։ Ու իրենց ոչ Հեյդարն է կառավարել, ոչ Հեյդարի Լակոտն է կառավարել, ոչ Պուտինն է կառավարել, то ոչ Ելցինն է կառավարել։ Ինքնուրույն։ Մենք ինքնուրույն մտածող քաղաքական թիմ ենք։ Մեզ ձեզանից կտրել են։ Տեղեկատվական դաշտում մեր մասին ոչինչ չեն խոսում։ Տեսնում եք, բրծավ Քարոզարշավի շրջանակները, այն որ հանրայինը մեր ու անգամ մեզ հրավիրեց, ինչպես մնացածին։ Վերջ, էլ չկա հանրայինում չեք տեսնի ազգային ժողովրդարական բևեռից մարդ, սասնացուր չեք տեսնի, բայց ում ասես կտեսնեք։ Նորաթուղ կլնեն, Նիկոլի Արբանյակ կլնեն, то չգիտեմ ես ինչ կլնեն։ Հասկանում եք։ Ձեզ մատուցում են մարդիկ, որոնք իբր Ռուսաստանի հետ կապ չունեն, Թուրքիայի հետ կապ չունեն, բայց իրականում դրանց արբանյակներն են, որ հանգարց ռուսներն ու թուրքերը հանգարց, ասենք, չկարողանան իրենց լծակներով ստեղծել, սրանք ժողովրդին կառավարեն էլի տանեն այնտեղ։ Այնքան է ազգային ժողովրդարական բևեռի սասնածռերի ազդեցության տակ չընկնի ժողովուրդը։ Էլի եմ ասում, եթե սասնածռերը սխալ են ու քիչ պահանջված, նրանք բանտարկված չպետք է լինեին։ Ով ազատության մեջ է, նրանից վտանգ չկա։ Վտանգ ռեժիմի համար, ոչ թե պետության։
Եթե ազգային ժողովրդական բևեռը այդքան թույլ է, անտեսված է, խեղճ է, տասնյակ անդամների չէին տանի կալանավորի։ Չեմ ասում եմ մի հոգու, 10-ից ավել մարդ կալանավորված է։ Սա խոսում է նրա մասին, որ ժողովրդին կտրում են հենց իր զավակից ու տալիս են դավաճանի ձեռը, որ դավաճանը տանի կործանում։ Սա է արվում։ Իսկ այս համախմբում, որ խոսում ենք, դա պետք է լինի բևեռի շուրջ, բացառապես բևեռի։ Ես հիմի ոչ թե ինքնագովեստով եմ զբաղվում, ես համոզվեցի, որ միայն բևեռը կարող է, միայն Սասնացուռը կարող է հայ ժողովրդին տանել ճիշտ ուղղությամբ։ Մնացածը ուղիղ Թուրքիա են տանում որոշ մասը, իսկ մի մասն էլ Ռուսաստանով դեպի Թուրքիա են տանում էլի վերջը Թուրքիան է։ Եթե Նիկոլը ուղիղ Թուրքիա է տանում, այդ նախկիններ կոչվածը տանում են Ռուսաստանով դեպի Թուրքիա։ Դրանց արբանյակներն էլ տանում են Թաթոյան, Մաթոյան, չգիտեմ ես ինչան։ Միակ քաղաքական թիմը, որ պետությունը աշխատում է, որ այդ քաղաքական թիմի մասին չխոսվի եւ լրացնում է, դա ազգային ժողովրդական բևեռն է։ Էլի եմ կրկնում, տեսեք բանտերում 10-ից ավել կալանավոր որ քաղաքական թիմ ունի։ Ոչ մեկ չեք տեսնի։ Ու դա համարվում է իբր թույլ քաղաքական թիմ, հա, թույլի հետ այդպես են վարվում։ Ուշքի եկեք, բայց պահը հասունանում է։ Եթե սես թողենք Նիկոլը մեզ ցեղասպան անվանելով, քաշ տվեց միջազգային դատարան, մեզ այնտեղ փուրն է տալու, իօքուտ Ադրբեջանի ինքը կանգնի վկայություն կտա եւ վերջ, եւ կծիծաղի, ինչպես իր գրքի մեջ է գրել։ Ինձ տվեք իշխանություն, տեսեք ոնց եմ։ Խոյեմ եղեք։ Սասնածռերի հետ ինչ անում եք, եթե ուզում եք փրկվել։ Միայն ու միայն Սասնածռերի հետ։ Մնաք խաղությամբ։